մենք ասենք ավելին, որ մեր հյուրերը շատ պարտաճանաչ են ու ընդհանրապես չեն էլ ուշացել ու վստահ եմ արդեն շատերը կրայեցիք, որ թե ում պետք է ներկայացնենք հենց այս պահին մեր տաղավարում։ Եկեք միասին դիմավորենք հայտնի բլոգեր, խելացի մի անձնավորություն, մի հետաքրքիր կերպար, խոհեմ, համբերատար, Երանի չէր մարդկանց մեծ մասը գոնե մի քիչ նման լինեին բնավորության հատկանիշներով։ Շուն բլոգեր Բիլբոն է մեր տաղավարում եւ իհարկե նրա տերը Լիլիա Մանուկյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բիլբո ջան, շատ շնորհակալություն, որ եկել ես, իհարկե Լիլիա ջան, ձեզ նույնպես, որ մեզ հետ եք առավոտը սկսում, այն էլ այս հանգստյան օրով, ու հետաքրքիր է թե երբ վանից, ինչպես նա հայտնվեց ձեր կյանքում։ Բիլբոն հայտնվել է մեր կյանքում 2.5 տարի առաջ, շատ մտածված քայլ է եղել մեր ընտանիքի կողմից, շատ պատասխանատու ենք մոտեցել այդ հարցին ու կատարել ենք իմ մանկության երազանքը, որտեղ իմ մանկության երազանքներից մեկը շուն ունենալն էր, հիմա ունեմ Բիլբոյի։ Իսկ ինչով էր պայմանավորված հենց պուձել ցեղատեսակի շուն ունենալը երազանքի հետ։ Պուձելները շատ առավելություններ ունեն, հայտնի են իրանց առավելություններով, որոնցից երևի թե մոտ 3 հատը կնշեմ։ Առաջինը, որ մաս չեն թողնում շունիկները, որը հեշտացնում է տիրոջ առօրյան։ Երկրորդը իրանց ինտելեկտն է, որը կարելի ասել շատ բարձր է, երևի երկրորդ տեղում են շների մեջ որպես ամենախելացի շներ եւ չափսը։ Երրորդը իրանք ոնց ես որ փորձ չեմ ունեցել շուն պահելու, փոքր շուն ինձ թվում է առաջինը ավելի հարմար կլիներ որ փոքր շուն պահել ու նեղություն չի տալի բնակարանում, գոհ ենք բոլորս։ Ես վստահ եմ, որովհետեւ մենք էլ ենք շատ գոհ նրա վարքից, նրա այսպես շատ պատրաստված լինելուց, չնայած որ մեծ փորձ ունի, չէ՞ որ նա շատ հայտնի բլոգեր է։ Ճիշտ է որ շները ժամանակի ընթացքում սկսում են բնավորությամբ նմանվել իրենց տերերին։ Հա, ճիշտ է։ Ինտրովերտը իմ նման։ Ինքը երևի թե ի սկզբանե տենց չի եղել, բայց արդեն իմ ռեժիմով ապրում, իմ նման է լրիվ։ Իսկ ձեզ հետ է շատ կապված, թե տան մնացած անդամների հետ նույնպես։ Դե ես ու ամուսինս ենք ապրում, առաջինը ես եմ իր կյանքում, նոր երկրորդը ամուսինը։ Իսկ ինչով եք սիրում զբաղվել։ Իրան մնա ինքը ամբողջ օրը կքնի։ Հիմա էլ է քնել։ Ահա, քնում է երևի, հա, 3 օրն է ակտիվանում, բայց ես սիրում եմ իր հետ ման գալ շատ, մենք դուրս ենք գալի, ման ենք գալիս, իմ համար հաճելի է, մոտիվացնում է, որ ամեն օր դուրս գամ տնից, որտեվ տանից եմ աշխատում, իմ համար ինքը մոտիվացիա է, ես դուրս եմ գալի իր հետ երկար զբոսնում ենք։ Իսկ որտեղ։ Որտեղ կարող են մարդիկ տեսնել ձեզ, Բիլբոյի հետ միասին։ Մենք հանգստյան օրերին, օրինակ Կիրակի շատ քաղաքում ենք լինում, մեզ տեսնում են, ճանաչում են, իրան լավ սիրում են, իսկ սովորական մնացած շաբաթվա օրերին մենք մեր տարածքում ենք ման գալի, որտեղ ապրում ենք։ Իսկ տանը եւս շատ ժամանակ է անցկացնում ձեր գրքին։ Բազմոցի վրա մահճակալին օրինակ թե սահմանափակումներ կան։ Իր կյանքով ապրում տանը։ Ինքը իր կյանքով ապրում է, իր անկողինն ունի, այնտեղ է քնում ցերեկները, բայց ժամանակ կար ժամանակ գալիս դուգում է տեսնում է, ես աշխատում եմ թե չէ, հենց տենում ամեն ինչ լավ է, գնում է էլի հետ շարունակում է քնել։ Լիլիա, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են ընտանի կենդանի ձեռք բերել։ Խորհուրդ կտամ շատ լավ մտածել այդ շուրջ հարցի, որովհետև ինքը շատ պատասխանատու քայլ է ու պետք է հասկանան, որ շունը ոչ խաղալիք է, ոչ ռոբոտ։ Ու պետք չի շուն կամ այլ կենդանի վերցնել, նայելով ինչ որ ուրիշ կինոների, որ տենց հերոսա դառնալու շունը ուրիշ կինո կամ մեր բլոգն էլ դինում նայում են, ասում են բերեցինք պուծել կամ շուն Բիլբոյի նման չի, ինչ անենք, բոլոր շներն էլ տարբեր են։ Պետք է հասկանալ, որ ուղղակի կենդանի էակ է, որի համար պատասխանատու ես դու։ Ու այդ ամեն ինչը գիտակցելով ավելի հեշտ կլինի շուն պահելը, ավելի հստակ կգնաք այդ որոշման այդ քայլին։ Բայց ես վստահ եմ, որ ժամանակատար է նաև, պետք է ժամանակ անցկացնել, փոքրիկ երեխայի պես նաև խնամել։ Անշանակ։ Դուք տանն եք աշխատում, թե։ Հա, ես տանից եմ աշխատում։ Տանից եք աշխատում։ Հա, այսինքն ձեզ կարոտել չի հասցնում։ Չէ, չի հասցնում, բայց ինքը մենակ շատ լավ մնում է։ Ինչպես եք փորձում օգնել դրսում հայտնված կենդանիներին։ Այս պահի դրությամբ ցավոք միայն կերով ուրիշ օգնության չեմ կարող ուրիշ օգնություն անեմ։ Լավ կլներ, որ դրսում կենդանիները ավելի քիչ լինեին, բայց մեր իրականությունում այդպես չի։ Դրա համար միշտ մեքենայում կեր լինում է, դրսում կերակրում ենք շունիկներին,
ինչքան որ հնարավոր է։ Քիչ առաջ մենք մեր հյուրերի հետ զրուցում էինք կենդանիների համար սոցիալական էջեր բացելու մասին, եւ դուք եւ Բիլբոն դրա վառ օրինակներն եք, որ ընտանի կենդանին հոգատար ու կրեատիվ տիրոջ ջանքերով կարող է դառնալ շատ հայտնի բլոգեր, ինչպես արդեն ասացինք, ինչպես որոշեցիք, որ նրա համար պիտի էջ բացեք։ Ինչպես ստացվեց դա։ Էջ բացելի սկզբանե եղել էր իմ մտքում, չնայած որ չեմ մտածել, որ ինչ որ գումար կարող եմ աշխատել կամ ինքը ոնց որ կդառնա միակ շուն ինֆլուենսերը Հայաստանում, ի սկզբանե ոնց որ մտքումս նենց էր, որ Բիլբոն դառնա ամենահայտնի շունը Հայաստանի, ոնց որ դա այդ պահը ստացվել է մոտս, հուսով եմ կշարունակեմ, տենց լավ էլ կստացվի։ Վստահ ենք, որ ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Դե Բիլբոն առավելագույն սիր կոմֆորտ զոնայում նստած, ոճային հագնված։ Ես եթե անկեղծ լինեմ, եթե ես էլ Բիլբոյի նման կամ նրա ցեղատեսակից ինչ-որ մեկին ձեռք բերեմ, եւ մեր ընտանիքում կյանքում նույնպես հայտնվի, ապա միայն կուզեմ Բիլբոյի պես լինի։ Դասերակված երեխաների պես, այսպես որ գնում ես միտեղ, իրան գիտեն իրենց պահելաձև։ Բայց ես վստահ եմ, որ նա այսպես հանդարտ, խելոք չի, ակտիվ է, կենդանի է, շունիկ է, վստահ եմ վազվզում է, պես ինչ լավ է իրեն պահում։ Լավ, մյուս հարցին ասենք, Բիլբոն շատ հայտնի է սիրված, հա, բոլորի կողմից, վստահ եմ, դե դուք էլ զբաղվում եք հենց այդ էջով, տարբեր մեկնաբանություններ են լինում ու հետաքրքիր է հիմնականում մեկնաբանություններ գրողները երեխաներ են թե մեծահասակներ կամ ամենազավեշտալի ինչ-որ մի մեկնաբանությունը, որը եղել է։ Կարծում եմ միջին տարիքի աուդիտորիա ունեմ, լսարանն իմ միջին տարիքի է, ամենահայտնի ու ամենատարածված հարցը կամ բանը ոնց որ ինձ գրում են ամենաշատը, որ եթե Բիլբոյին տենանք, պետքա խոսա անպայման։ Եթե չխոսա, ուրեմն չգիտեմ ինչ կկատարվի, բոլորը տենց այդ ամենահայտնի դրված հարցը ու Դե բայց այսօր կխոսի, չէ՞ մեզ այդ։ Խոսում է ինքը միշտ է խոսում։ Ինքը միշտ էլ խոսում է։ Բիլբո ջան, մի քիչ էլ դիմացի, հիմա շատ շուտ կզրուցենք։ Հոգնել եմ արդեն այս ամեն ինչից ուզում ասել։ Դե բայց աստղ լինելը հեշտ է։ Իհարկե ոչ։ Գծած գրաֆիկ, նկարահանումներ, հոգնածնում է ախր էներգիա է խլում այդքան մարդկանց հետ շփվիր։ Բիլբո, այ Բիլբո։ Ոյ Բիլբո։ Մի քանի հարց ունենք քեզ ուղղված, հուսով ենք կպատասխանես, չէ՞ մեզ։ Եթե դեմ չես։ Եթե դեմ չես, հա։ Բիլբո կպատասխանես։ Մեր տաղավարը քեզ դուր եկավ, ինչպես ես քեզ այստեղ զգում։ Սենց ասեմ գոհ եմ, սրանի դավերել ինչ կուզեի։ Լավ, դե ձևեր չթափեմ, սեղանի համով իգնապակասում ու վերջ, մնացած շատ լավ է։ Հասկացանք, շնորհակալություն Բիլբո։ Բիլբո, որ խնդրեմ կնշես քո ամենասիրելի 3 զբաղմունքները։ 3, ավել չէ։ 3, լավ, կասեմ։ Ուրեմն առաջինը քնել ամբողջ օրը, երկրորդ հենց երեկոն գա ու մերոնք որոշեն հանգստանալ աշխատանքային օրից, ես սկսեմ անհամովություններ անել, խաղալ ու խանգարել։ Երրորդ մի հատ մեծ համովիկ տան, որ զբաղվեմ մինչև քնելս։ Էդ եմ ես, էդ այն բդուչ տուկյակի իբաստը։ Բիլբո ինչ է ուզում շունը։ Աշխարհին խաղաղություն, ինձ էլ հավիտ, կամ գոնե մենակ պդիկը։ Բիլբո ջան, քանի որ այսօր քո եւ բոլոր կենդանիների տոնն է, ինչ կմաղթես ձերոնց։ Մաղթում եմ, որ մեր կյանքում լինի միշտ տաքուկ անկողին, որտեղ խանգարենք տանեցիներին քնել, սիրելի տերերներ գրխնեիցս անպակասիրեր, որ աշխատեն ու մենք ամբերջ օդից ուտելիք ունենանք։ Շնորհակալություն հրավերի համար։ Վայ, շնորհակալություն ձեզ եւ քեզ, Բիլբո, որ մեր տաղավարում եք։ Բիլբո ջան, շնորհակալություն։ Լիլիա ջան, շատ շնորհակալություն։ Լուրջ շուն չէի տեսել, իսկապես շնորհակալություն։ Բայց այնպես խոսուն աչքերով էինք նայում։ Գիտի որ հյուր են եկել։ Դուք ընթացքում որ խոսում եք, շփվում եք մեկ Լիլիայի հետ, մենք էլ աչքերով էինք խոսում ու շփվում։ Մաման ասել է ինչ որ բան որ ուզես ինձ կհարցնես նոր։ Հա։ Քեզ խելոք կպահես հյուր ենք գնում խայտարակ չանես։ Տեսած կպահես։ Տեսած կպահես քեզ։ Շատ շնորհակալություն, որ ձեր հանգստանորը մեզ հետ սկսեցիք։ Շնորհակալ հրավերի համար։ Բայց Բիլբոին կարելի է, չէ՞։ Այսպես մոտիկից մի քիչ էլ շփվել եւ նրա հետ։ Մի քիչ։
Դեմ չես։ Բիլբո, գանք քեզ սիրենք։ Դեմ չես։ Գնանք մի քիչ սիրենք Բիլբոյին։ Տիպիկ ինտրովերտ, նստած տեղում նույնիսկ կարողանում ես քնել։ Կեցես։ Մենք գնանք մի քիչ շփվենք Բիլբոյի հետ։ Իսկ դուք կարող եք սիրներս երաժշտություն վայելել։ Վայ Բիլբո ջան։ Բարև Բիլբո։ Ոյ։